Ժնևում Ուկրաինայի շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների երկրորդ օրն ավարտվել է դռնփակ և լարված մթնոլորտում։ Good afternoon, everybody. Today we had another round. Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը բանակցությունները բնութագրել է որպես ինտենսիվ և բովանդակալից, նշելով, որ քննարկվել են անվտանգության մեխանիզմներն ու հնարավոր որոշումների իրականացման կարգը։ Ըստ նրա, թեև կա որոշակի առաջընթաց, սակայն վերջնական համաձայնության համար դեռ ժամանակ և բոլոր կողմերի միջև հստակեցումներ են հարկավոր։ Both political and military tracks were engaged. Как вы знаете, переговоры шли 2 дня. Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններն անվանել է դժվար, բայց գործնական։ Вот еще сегодня около 2 часов. Մինչև Ժնևից հեռանալը Մեդինսկին լրացուցիչ հանդիպում է ունեցել ուկրաինական պատվիրակության հետ։ Происходят события, которые свидетельствуют об Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս փուլում քննարկվում են ավելի լայն հարցեր, այդ թվում տարածքային խնդիրները։ Խոսնակը միջանկյալ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է համարում։ Мы сегодня встречались с сенатором. Զելենսկին իր թիմին հանձնարարել է Ժնևում հանդիպում կազմակերպել Պուտինի հետ քննարկելու Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը, սակայն շեշտել է, որ ուկրաինացի ժողովուրդը չի համաձայնի միակողմանի նահանջի։ Նա անազնիվ է որակել Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի հրապարակային ճնշումները։ Զելենսկու խոսքով դրանք պետք է կիրառվեին Ռուսաստանի նկատմամբ զիջումների հասնելու նպատակով։ Є пропозиції від американської сторони. Բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության կազմում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Թեև եվրոպական երկրների ներկայացուցիչները պաշտոնապես չեն մասնակցում քննարկումներին, սակայն նրանք ևս գտնվում են Ժնևում և մտահոգված են գործընթացից դուրս մնալու հեռանկարով։ Գործընթացին տեղում հետևել են նաև բրիտանացի դիվանագետները։